Ողջույն սելի Աստծո մարդ, սելի Աստծո ժողովուրդ։ Բարով եք եկել։ Ես շատ ուրախանում եմ, երբ որ ինձ ասում են արի գնանք Տիրոջ տուն։ Ես չգիտեմ դու ոնց, բայց ես ուրախանում եմ։ Իսկապես, ձև չեմ բռնում։ Ուրախանում եմ, որ գիտեմ, որ այսօր էլ հնարավորություն ունեմ բոլորիդ տեսնելու, իրար հետ պաշտելու Աստծուն։ Սա մեծ երանություն է։ Ես ամեն անգամ այս նույն բանը պետք է ասեմ։ Մեծ երանություն է։ Սա օրհնություն է տրված մեզ։ Այս ժամանակները շատ հիանալի ժամանակներ ասում պաշտելու համար։ Եթե մենք հիմի չպաշտենք, ախր նեղության ժամանակ ո՞նց ենք պաշտելու։ Մենք հիմի պիտի սովորենք, որ հետո նեղության ժամանակ էլ կարողանանք Տիրոջը պաշտենք։ Մենք պիտի ունենանք գոհունակ սիրտ։ Այսօր առավոտը աղոթք էի անում եւ հիշեցի մի պատմություն։ Այդ պատմությունը պատմել եմ ստեղ, բայց ես վերջը այդ մարդու խոսքերը, այդ հզոր քարոզիչի խոսքերը կասեմ, էլի պատմությունը չպատմեմ ժամանակի առումով։ Այս մարդը ասում էր, կհիշեք հեսա երևի, ասում էր, ես ոչ թե նրան պաշտում եմ նրա համար, որ ինչ որ մի բան տալիս է ինձ Աստված, կամ ինչ որ մի հարցից պատասխան է տալիս, ոչ, ես պաշտում եմ ու երկրպագում եմ ու ծառայում եմ ու խոնարհվում եմ նրա առաջ, որովհետև նա Աստված է եւ վերջ։ Ես այս պատմությունը, որ լսել եմ այս խոսքերը, ինձ տեղի շարժում է։ Նա Աստված է եւ վերջ։ Երկրորդ կարծիք, երկրորդ տարբերակ էլ չկա։ Ես պաշտում եմ նրան, որովհետև նա Աստված է եւ վերջակետ։ Այո, փառք Տիրոջը։ Մենք պաշտում ենք նրան ոչ թե ինչ որ ակնկալիքի, Սուրբ Գիրքը ասում է, եթե մենք ինչ որ ակնկալիքի համար ենք ասում, շատ խեղճալի մարդիկ ենք։ Շատ խեղճալի մարդիկ ենք։ Աստված մեզ տվել ամենաթանկը իր որդուն է տվել։ Էլ մեզ էլ ինչ է պետք դրանից առավել։ Երբ որ նա իր որդուն զոհել է ինձ ու քեզ համար, մեր մեղքերի համար։ Եվ Հիսուսը գալիս է խոնարհվում է, ձեռքը մեկնում բարձրացնում է։ Սրանից առավել էլ ինչ է պետք մեզ Աստծուց, որ մեզ փրկություն է շնորհել, երկինքն է ժառանգություն տվել մեզ, որ մի օր մենք պիտի գնանք վայելենք, որ մենք մի օր պիտի գնանք եւ այն հրեշտակների բյուրավորների հետ միաբանվենք ու ասենք Սուրբ է զորած Տերը։ Ախ երանի ես դու, երբ որ կհայտնվես այնտեղ։ Երանի եմ ես, երբ որ իմ աչքերը կտեսնեն եւ իմ բերանով ես կդավանեմ այնտեղ ու կասեմ որ Սուրբ է զորած Տերը։ Փառավոր է մեր Տերը, զորավոր է մեր Տերը։ Շատ լավ ես արել, որ քո ժամանակից մի փոքր կտրել ես եւ եկել ես այսօր այստեղ եւ ես հավատում որ եկել ես որ քո քուր աղբերների հետ միաբանվես ու քո Տիրոջը պաշտես։ Այս 4 շաբաթի օր մենք խմբակի ենք։ Ես ժողովրդին հարցրել, պատկերացրեք, մի պա պատկերացրեք, որ Աստված չկա կամ չես ճանաչում։ Մի պա պատկերացրա։ Ինչ վատ իրավիճակ է, չէ՞ դա։ Ինչ ենք անելու մենք, եթե մենք ասում չճանաչենք։ Հələ հիշիկ ինչքան ես եղել, որ ոչ մեկի երեսը չես ուզեցել տենաս։ Ուղղակի գնացել ես Աստծո առաջ, ընկել ես ու սկսել ես իր հետ զրուցել։ Ու դրանից հետո ինչ խաղաղություն, ինչ մխիթարություն, ինչ երանելի վիճակ է եկեք օր։ Երանի այն օրը, երբ որ Աստված մեզ գտավ։ Երանի այն օրը, երբ որ Աստված մեր կողքով անտարբեր չանցավ եւ ասեց ապրիր։ Կյանք տվեց։ Կյանք շնորհեց։ Բայց չարժի սրա համար ասել փառք ես Տեր։ Փառք ես Տեր։ Եվ ուզում եմ մի հատ Սաղմոս կարդանք եւ գոհությունով ու շնորհակալությունով բարձրանանք մեր ոտքի վրա ու պաշտենք նրան։ Սաղմոս 105-ի 1-5։ Գոհացեք Տիրոջից, կանչեցեք նրա անունը, ազգերի մեջ պատմեցեք նրա գործերի մասին։ Օրհնեցեք նրան, Սաղմոս ասեցեք նրան, խոսեցեք նրա բոլոր հրաշքների մասին։ Պարծեցեք նրա սուրբ անունով, թող ուրախ լինի Տիրոջը խնդրողների սիրտը, ուրախ սիրտ կաստ է ժողովուրդ ջան։ Փառք Տիրոջը, փառք Տիրոջը, փնտրեցեք Տիրոջը եւ նրա զորությունը, փնտրեցեք նրա երեսը ամեն ժամանակ։ Այ հիմա այդ պահը նա փնտրելու նրա երեսը։ Նա ստեղ է, հավատացեք նա ստեղ է ու սպասում է, երբ որ կկանչես եւ հավատա նա անտարբեր չի անցնի քո կողքով։ Հիշեք նրա արած հրաշքները, նրա արած նշանները եւ նրա բերանի վճիռները եւ նաեւ մենք ստեղ ենք որպեսզի պատմենք նրա մասին, խոսանք նրա մասին եւ հիշենք նրա գործերն ու հրաշքները եւ երգենք ու փառաբանենք երգչախումբ ջան եւ երգչախմբին էլ միանա այս հոծ բազմությունը
Փառք Տիրոջը, փառք Տիրոջը։